(2006 թվականի մայիսի 4-ին մենք տեղափոխվեցինք Ղարաբաղ, պատճառը հիմնականում եղեգնաձորում շատ աշխատելը, բայց դժվար ապրելն էր, քանի որ մեր Եղեգնաձորի գյուղը գտնվում էր լեռնային տարածքում, հողի պակասը շատ էր, զբաղվում էինք անասնապահությամբ, որը չէր գոհացնում, չէր հերիքում ընտանիք պահել համար։ Այդ պատճառով մենք տեղափոխվել ենք Ղարաբաղ։ 20 թվականի պատերազմից հետո մենք տեղափոխվել ենք Սյունիքի մարզ ու մտածել ենք, որ ավելի հարմար է ապրենք Սյունիքում եւ մեր որոշումը հիմնավորելով մենք ընտրել ենք Ղափանիկավար թաղամասը ու առել ենք տուն նաեւ զբաղվել ենք գյուղատնտեսությամբ, բանջարբոստանով, զմերուկով, բայց այս տարի արդեն հողագործությունը մենք թողեցինք, հիմնական խնդիրը պատճառը այն էր, որ բանվորական ուժ չկար, օգնող չունեինք, այդ պատճառով մենք հողագործությունը թողեցինք, մտածեցինք, որ մեր տարիքի համապատասխան աշխատանք ճարենք, իսկ տարիքի համապատասխան աշխատանքը ես ընտրեցի մեղվապահությունը, գնելով 6 հատ մեղու ես բազմացրել եմ ու սարքել եմ 50 հատ։ Չնայած դրան, որ ասենք մեղվապահության մեջ այս տարի ահագին խնդիրներ առաջացան հիվանդությունների, բայց էլի դժգոհ չենք 50 հատից ես 2 կորուստ ունեմ, կարողացել եմ հիվանդության դեմը որոշ չափով առնել, հույս ունենք, որ գարուն նորմալ դուրս ենք հանելու։ Այս սորտը քիշմիշ սորտն է, տարբերվում է մնացածից։ Ես ասենք սովորաբար ձգտել եմ ամեն մի տեսակը տնկել մի շարքում, մի ռիադում, որպեսզի չխառնվեն, էլի։ Հիմա այս ռիադը քիշմիշ սորտն է, իսկ ասենք այն ամենավերևինը որ տեսակ, այդ սևը կարդինալն է։ Այս փակածը կասանդրան է։ Սա հիմնականում մենք փակում ենք դրա համար, որպեսզի ծտերը եւ ճանճերը չփչացնեն, բայց ընդհանուր առմամբ սա հիմա քիչ տարածքով է փակած, ճիշտ ասած մենք խաղը հավաքել ենք ծտերի չփչացնելու համար, էլի։ Մյուս տարի արդեն սրա ձևը փոխվելու է, գնելու ենք ցանցեր ընդհանուր փակելու համար։ Ես հեսա ցույց կտամ ձեզ, քանի շուտ խաղողաստ է փակված, ստիպված ենք փակել, որպեսզի գոնե մի ամիս տևողությամբ մնա։ 3 տարեկան վազեր են, հիմնականում ասենք իրա քիչ լնելը կախված էր ձմռվա ցրտից, սրանք ցրտադիմասկուն չեն, բայց պետք է ինձ թվում է կամաց սովոր ես բնությանը։ Մենք ինչու ենք ընտրել մեր ասենք բաղում դնել խաղող, քանի որ Սյունիքի կոնկրետ Ղափանի գյուղերը ոռոգման ջրեր չունեն, շատ գյուղեր չունեն։ Ես ստիպված եմ խաղող դրել դրա համար, որ ասենք ջուր չլնելու պատճառով ինք խաղողը շատ չի ջրվում։ Մի 3 անգամ ջուրը դրան հերիք է, շատ ջրելու դեպքում էլ ինքը այդ քաղցրությունը չի հավաքում, էլի։ Ջրի խնդիրը մեծ է ոռոգման, այսինքն չունենք ոռոգման ջուր, մենք օգտվում ենք խմելու ջրից եւ անձրևային ջրերից, որը կուտակվում է 4 տոննայանոց բակի մեջ եւ ընդեղից ոնց որ տեսնում եք փոքր բաներով, խողովակներով ջրվում է հայաթի, ասենք ինչ որ դրված է, թե խաղողը, թե պամիդորը, թե բիբարը։ Դերմը որ գցում ես հողը, կուտը որ գցում ես հողի մեջ, փոքր երեխու նման, ոնց ես փոքր երեխուն մեծացնում, փոքրուց։ Ատես պետք է այդ սերմի հետ դու աշխատես մինչև հասնես բերքի։ Այսինքն դրա համար պետքա գիշեր ցերեկ ուշադրության կենտրոնում պահել, մինչև դա հասնի իր բերքին։
Չկա այտենց աշխատանք, որ ինքնահոս թողնես ու դրանից դու գոհ ելնես։ Պետք է աշխատասեր լինես, պետք է գիշեր-ցերեկ ձգտումդ մեծ լինի, որ քո սպասված արդյունքները դու կարողանաս վերցնել հողից։ Աշխատող մարդուն որտեղ էլ որ տանես թողնես, այդ հացը կաշխատի, բայց ինչ չափով կաշխատի, այդ արդեն տալիս է տարածքը, տեղը, բնությունը։ Ուրեմն Սյունիքում ես որ ինչքան էլ որ աշխատել եմ, ես գոհ եմ եղել այս տարածքից, թե ասենք ճիշտ է հողատարածքները քիչ են ելել, այս բանով դժգոհ ենք ելել կամ ջուրն է պակասել է դժգոհ ենք ելել, բայց արդյունքը դրան բավականացրել է։ Ինչու՞, քանի որ էլի ասեմ, դրա հետ պետք է աշխատվի։ Ուզում ես որտեղ էլ ապրես, առանց աշխատանքի դու չես կարող ստեղծես։ Շատ աշխատես, շատ լավ էլ կապրես։